Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը շարունակում է վստահ քայլերով պահել իր առաջատար դիրքերը, մնալով ամենադիտվող ու ամենաքննարկվող նախագծերից մեկը։ Յուրաքանչյուր նոր սերիա ոչ միայն բարձրացնում է ռեյթինգն, այլև կրկին ապացուցում, որ հեռուստադիտողը խորապես կապված է կերպարների ճակատագրերին։ Սերիալը վաղուց դադարել է լինել պարզապես հերթական պատմություն, այն դարձել է սպասում, քննարկում, ապրում։ Վերջին սերիաներում զարգացումները հատկապես լարված են, պապն ու Դավիթը մեկնում են Մոսկվա մի ճանապարհ, որն առաջին հայացքից թվում է պարզապես որոնում, բայց իրականում վերածվում է անցյալի մութ էջերի բացման։ Այդ ուղևորությունը ոչ միայն ֆիզիկական տարածություն է փոխում, այլ նաև հերոսներին տանում է դեպի ճշմարտության ծանր բեռ։ Պապի համար սա հերթական փորձությունն է հասկանալու, թե տարիների ընթացքում ում է վստահել և ում է սխալ պաշտպանել։ Մեկնելուց առաջ պապն ու Դավիթը հանդիպում են Վովային ու իր մայրիկին։ Նրանք հաճելիորեն զրուցում են։ Վովան ափսոսանք է հայտնում, որ այնտեղ չէ, որպեսզի հրավիրեր իրենց տուն։ Պապն էլ ասում է, որ նրանք շատ կարևոր գործերով են մեկնում և հնարավոր է, որ ժամանակ էլ չունենային հանդիպելու։ Նրանք չեն էլ կասկածում, թե ինչ հարազատ են իրար, և այս մեծ ուղևորությունը հենց հանուն Վովայի է։ Բայց հնարավոր է հենց օդանավում նրանք խոսքի բռնվեն, ու Վովայի մայրը կասկածներ ունենա, որ նրանք մեկնում են Մոսկվա հենց Վովային ման գալու, որովհետև հնարավոր է թռիչքի ընթացքում նա իմանա, թե ում համար են մեկնում Մոսկվա։ Իհարկե սա ենթադրություններ են, բայց նրանց հանդիպումը պատահական չէ և շատ շուտով շատ գաղտնիքներ են բացահայտվելու։ Ամենահարվածող բացահայտումներից մեկը գալիս է Ավոյի հիշողությունների միջոցով։ Նրանք աստիճանաբար բացում են մի իրականություն, որն ավելի դաժան է, քան կարելի էր պատկերացնել։ Պարզվում է Ավոն յուրացրել է ոչ միայն եղբոր մահվանից հետո մնացած գումարները, այլ նաև տարիներ շարունակ շահարկել է Հունանի ցավը։ Եղբոր երեխայի անվան տակ իբր բուժման համար նա անընդհատ գումար է կորզել, չմտածելով, թե այդ երեխան իրականում բուժվել է, թե ոչ։ Այդ անորոշությունը ամենացավոտ կետերից մեկն է պատմության մեջ։ Այս դրվագներն Ավոյին ներկայացնում են ոչ թե պարզապես բացասական կերպար, այլ խորապես խեղված մարդ, ով իր ագահությունն ու վրեժը քողարկել է ընտանիքի անվան տակ։ Իհարկե հեռուստադիտողի համար սա շոկային բացահայտում է, որովհետև հենց այստեղ է, որ սերիալը ստիպում է վերանայել նախկին գնահատականները և հարց տալիս ով է իրական զոհն այս պատմության մեջ։ Վերջին զանգը հենց այս պահերին է առավել ուժեղ դառնում, այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է ցավը վերածվել չարիքի, իսկ լռությունը հանցակցության։ Պապի ու Դավիթի Մոսկվայի ճանապարհը, Ավոյի մութ անցյալը և անպատասխան մնացած հարցերը երեխայի ճակատագրի մասին սերիալը տանում են նոր, շատ ավելի հուզիչ ու ծանր փուլ։ Առաջիկա սերիաները խոստանում են ոչ միայն նոր բացահայտումներ, այլ նաև բախումներ, որտեղ ճշմարտությունն այլևս հնարավոր չի լինի թաքցնել։ Իսկ հեռուստադիտողն ինչպես միշտ յուրաքանչյուր սերիայից հետո մնալու է նույն հարցի առաջ՝ արդյոք վերջապես կբացահայտվեն այն, ինչ կփոխի ամեն ինչ։ Իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Միացեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Միացեք, որպեսզի միասին քննարկենք ու առաջինը տեղեկացված լինեք, թե ինչ փոփոխություններ են սպասվում հեռուստասերիալում և իհարկե նոր հեռուստասերիալների մասին։ Այս հեռուստասերիալն իսկապես համարվում է ամենառեյթինգայիններից մեկը, այն պատճառով, որ նախ սցենարն է, որը Դիանա Գրիգորյանը մշակել է քայլ առ քայլ, և երկրորդ՝ դերասաններն, ովքեր մարմնավորում են իրենց կերպարները, իդեալական։ Բացասական կերպարներն այնպես են մարմնավորում, որ հեռուստադիտողները երբեմն նրանց նույնացնում են դերասանի հետ, ու երբեմն բացասական մեկնաբանություններ են գրում ոչ միայն կերպարի, այլ նաև դերասանի հասցեին։ Իհարկե սա նրանց աշխատանքի արդյունքն է, որ հեռուստադիտողները դժվարանում են տարբերակել։ Եվ այստեղ ամենակարևորը իդեալական ընտանիքի կերպար է ցուցադրվում հենց Հունանի ու իր ընտանիքի մասնակցությամբ, որտեղ հայրն ու մայրը անկախ հարստությունից կարողանում են խոսք ասել երեխաներին ու նրանց խոսքն ու արարքները կշիռ ունեն։ Սա իդեալական ընտանիքի մոդել է։
որը ոչ բոլոր հարուստների մոտ է հանդիպում։ Իհարկե, Լեան ավելի բարի է հասկացող հավասարակշիռ, ի տարբերություն Գրիշոյի, ով կարծում է, որ աշխարհն իր շուրջն է պտտվում։ Իհարկե, նա արդեն ստացել է իր կյանքի դասը, ավտովթարի պատճառով կորցրել է մարզումներին մասնակցելու հնարավորությունը և ապագայում սպորտում լինելու հնարավորությունը, նույնիսկ կորցրել է ընկերոջը ճանապարհին, հավանաբար դա է պատճառը, որ մի փոքր չարացել է։ Իհարկե, դեռ հայտնի չէ ինչ է սպասվում, բայց ամեն դեպքում մնացեք մեզ հետ ու կտեսնենք կերպարի փոփոխությունը։